Բարև ձեզ, այսօր մենք կխոսենք կեղծ լուրերի մասին, այսինքն մենք խոսում ենք ընդհանուր մեդիագրագիտության մասին, բայց մեդիագրագիտությունը շատ ավելի լայն երևույթ է, մենք այդտեղ դիտարկում ենք բազմաթիվ ուղղություններ, բայց այսպես աչքի ընկնողը, ամենաազդեցիկը դա հենց կեղծ լուրերն են, եւ այստեղ մենք պետք է հասկանանք մի քանի բան։ Առաջինը, թե ընդհանրապես ինչու են դրանք հայտնվում, ինչու կան մեր կյանքում կեղծ լուրերը, երկրորդը ինչ ազդեցություն դրանք կարող են ունենալ, եւ երրորդը բնականաբար ինչպես դրանք բացահայտել եւ ինչու՞ չէ, ինչպես դրանց դեմ պայքարել։ Իհարկե ամեն անհատ քաղաքացի այդ պայքարում կարող է փոքրիկ, այսպես լումայի ներդրում ունենալ, բայց եթե ամեն մեկս լումա առ լումա ներդրում ունենանք, մենք բավականին լուրջ պայքարող ուժ կդառնանք։ Այնպես որ գնանք առաջ։ Առաջինը, ինչպես ասացի, փորձենք հասկանալ, թե ընդհանրապես ինչու կան այս կեղծ լուրերը եւ ինչ տիպի են դրանք, որտեղից են գալիս, ուր են գնում, այսպես ասենք։ Առաջինը դա ապատեգատվության մեջ այն պարզ բանն է, որը միշտ եղել է ու միշտ մնալու է։ Դա այն է, որ մարդիկ հաճախ ուշադիր չեն, մարդիկ իրենց կարծիքն են ներդնում փաստի մեջ։ Մենք բոլորս էլ գիտենք, որ ընկերներով եթե նույն բանը տեսնենք, մեկ օր հետո եթե հավաքվենք եւ պատմենք ինչ որ մի ընկերոջը, որը մեր հետ չէր, ամեն մեկը ինչ որ մի դետալ կորցնում է, մյուսը ավելացնում է, հետո արդեն մեկը մյուսին պատմելով չենք էլ հիշում, որն էր իրական, որը չէ։ Եվ սա շատ օբյեկտիվ երևույթ է, լավ երևույթ չէ, բայց այսպես կա ու լինելու է։ Եվ ցավոք սրտի նույնիսկ լրագրողները, որոնք պետք է շատ ավելի լուրջ վերաբերեն այս ամենին, նույնպես մեկ-մեկ տառապում են այս հիվանդությամբ։ Բացի դրանից, ինչպես մենք արդեն խոսել ենք, որ այսօր մեդիա բոլորս ենք, ոչ միայն լրատվամիջոցները, ոչ միայն լրագրողներն ու խմբագրիրներն են, այլ ամեն մեկս, ով ունի սոցիալական ցանց, արդեն մեդիա է դառնում ու ստացվում է, որ մենք ինքներս չգիտակցելով կարող ենք կեղծ տեղեկատվություն տարածել զուտ այն պատճառով, որ այսպես անփույթ էինք, ուշադիր չէինք եւ այլն, բայց համարում ենք, որ շտապ պետք է բոլորին պատմել այդ դեպքի մասին։ Օրինակ անգլերենում նույնիսկ բառերի տարբերություն կա, հայերենում տենց չենք տարբերում, բայց ապատեգատվությունը անգլերենում ասում են misinformation ու disinformation։ Misinformation-ը այս ինքնաբուխ ձևավորված ապատեգատվությունն է, որը ես այսպես տենց թեթև եմ պատմում, բայց իրական կարող է շատ վատ հետևանքներ ունենա։ Երևի կհիշեք կորոնավիրուսի ժամանակ Իրանում ինչ որ մեկը սոցիալական ցանցերով տարածել էր, որ սպիրտ խմելը օղին օգնում են ու տարածվել էր տեխնիկական սպիրտ ու հարյուրավոր մարդիկ ուղղակի մահացան այս ապատեգատվության պատճառով, հազարավորը դարձան հաշմանդամ, կանայք, երեխաներ։ Թվում է այդ մարդը ինչ որ անում է, ինքն էլ չի գիտակցել ինչ անել է, բացի դրանից այն մարդիկ, որոնք կարդացել են, տարածել են, իրանց մտքով էլ չի անցել, որ իրանք մեդիա են, որ իրանք ապատեգատվություն կարող է տարածեն, որը կարող է ուղղակի կյանքի վրա ազդեցություն ունենա, այնպես որ դա առաջին մասն է, որ ուղղակի ինքնըստինքյան մարդիկ գեներացնում են, ստեղծում են ապատեգատվություն։ Բայց ամենավատ հատվածը դա ուղղորդված չարամիտ ապատեգատվությունն է, որը իրականում էլի միշտ եղել է, բայց սովորաբար դա կիրառվել է շատ բարձր քաղաքական մակարդակներում, պատերազմների ժամանակ, բանակներում միշտ եղել է ոնց որ ապատեգատվությունով զբաղվող ինչ որ հատվածներ, որոնք օրինակ թշնամուն փորձում էին այսպես սխալ ուղղորդել, ինչ որ կեղծ տեղեկատվություն տրամադրել եւ այլն, բայց հիմա դա ցավոք սրտի դարձել է համատարած, շատ պետություններում հազարավոր մարդիկ աշխատում են ապատեգատվության տարածման վրա։ Մենք մեր կաշվի վրա ենք դա տեսել ու շարունակում ենք տեսնել, օրինակ Ադրբեջանը
ունի մեծ ստորաբաժանումներ հենց մարդկանց, որոնք կառավարվում են պետական մակարդակով եւ ստեղծում են ապատեգատվություն, որը միտված է ազդելու մի կողմից ադրբեջանական հասարակության վրա, որպեսզի օրինակ կեղծ պատկեր ստեղծի հայերի, հա, ազդում է հենց մեր վրա հայերի, Հայաստանի ու Սփյուռքի հայերի վրա, որպեսզի օրինակ ընկճվածություն, խուճապ ստեղծի կամ այլ տիպի ինչ-որ բաներ, եւ ազդում է երրորդ երկրների վրա, որտեղ ստեղծվում է Հայաստանի օրինակ կեղծ պատկեր։ Ու այս տիպի գործողությունները այնքան ազդեցիկ են եւ այնքան մեծ հասարակական ազդեցություն կարող են ունենալ, որ շատ երկրներում նաեւ ստեղծվում են պետական կառույցներ, որոնք պայքարում են այդ ապատեգատվական հոսքերի դեմ։ Այս ամեն ինչը պատմեմ, որպեսզի պարզ լինի, որ նույնիսկ հասարակ մի փոքր նյութ, որը մարդը տարածում է, կարող է լինի տենց մեծ մի ապատեգատվական կամ հիբրիդային պատերազմի մի կտոր եւ մարդ ինքն էլ չիմանալով մասնակցի իր դեմ, իր երկրի դեմ գործողություններում, որովհետեւ ինքը մեդիագրագետ չէ եւ դրա պատճառով ինքը այդ կեղծիքը տարածելով դառնում է մի մաս, այսպես մութ ուժերի, բառիզբուն իմաստով գործողությունների։ Այնպես որ սա այն կարևոր բանն է, որպեսզի մենք հասկանանք, որ կեղծ տեղեկատվությունը դա խաղու պար չէ եւ կարող է կյանքերի հետ, ամբողջ մի պետության անվտանգության հետ խաղ անեց, որ սա հասկացանք ու շարժվենք առաջ։ Հիմա խոսենք նրա մասին, թե ինչպես պայքարել ապատեգատվության դեմ։ Եվ այսպես, մի կողմից մենք խոսում ենք շատ լուրջ չարամիտ գործողությունների մասին, որոնք օգտագործում են կեղծ տեղեկատվությունը, որը տարբեր տիպի է լինում, ինքը կարող է բառից բունի իմաստով սուտ լինել, կարող է լինել մանիպուլատիվ, որովհետև օրինակ վերցվում է հենց իրականությունը, բայց ինչ որ ձևով մեջը սուտ է ավելացվում, այսինքն ինքը ամբողջական սուտ չէ, բայց ուղղորդող ձևով տանում է դեպի սխալ ուղղություն։ Մեկ-մեկ նույնիսկ սա զավեշտալի հետևանքներ են ունենում, որ ուղղակի կատակը կան լրատվամիջոցներ, որ ինչ որ կատակային լուրեր են տարածում, մեկ էլ կարող է լուրջ ընդունվել եւ տարածվել ընդհուպ մինչեւ տենց երկրի ղեկավարների մակարդակով։ Եվ այսպես ինչ կանոնների է պետք հետևել, որոնք ստանդարտ նաև մեդիագրագիտության կանոններն են, որ մենք առաջինը կրկնում ենք հիմա այս թեման, բայց նայում ենք աղբյուրը, արդյոք վստահելի աղբյուր էր, թե ոչ, արդյոք մենք այդ աղբյուրը ընդհանրապես մինչև այդ տեսել էինք, թե ոչ, նույնիսկ պետք է այստեղ ուշադիր լինել, նմանակում է աղբյուրը ինչ-որ մի իրական աղբյուր, թե ոչ, որովհետև օրինակ մանիպուլատիվ գործողություններ իրականացնողները կարող են վերցնել օրինակ հայաստանյան լրատվամիջոց, վերցնել տեսքը, դիզայնը, ամեն ինչ վերցնել, անունը վրան գրել, բայց հասցեն ուրիշ լինի։ Եվ այստեղ կարևոր է նույնիսկ մանրակրկիտ նայել, թե ինչ հասցեից է եկել, արդյոք ինքը այն լրատվամիջոցն է, թե նմանակում է, թե ոչ։ Մյուսը կարևոր է նայել վերնագրերին։ Արդյոք վերնագիրը շատ սենսացիոն է։ Արդյոք վերնագիրը փորձում է ձեզ արդեն ուղղորդել, այսինքն ձեզ մոտ ստեղծել կարծիք։ Արդյոք վերնագիրը շատ էմոցիոնալ է, իրական նորմալ լրատվամիջոցը այդպես պետք է չանի, ինքը պետք է ուղղակի փաստ տա ու նմանատիպ բան տեսնելուց դա սիգնալ է։ Միշտ չի որ դա նշանակում է որ ապատեգատվություն է, բայց դուք ոնց որ պետք է սիգնալներ հավաքեք, հասկանաք, որ ինչ որ շատ են կարմիր լամպերը վառվում եւ դա պետք է ձեզ հուշի, որ օրինակ, եթե այս տեղեկատվությունը դուք տեսաք, պետք է անպայման վեր ստուգեք այլ աղբյուրների միջոցով։ Եվ սա անելու համար դուք պետք է զինված լինեք։ Ինչ է նշանակում զինված։ Դա այն է, որ կամայական մարդ ունի փորձ տեղեկատվության հետ աշխատելու։ Այդ փորձի մեջ մտնում է այն, որ դուք արդեն ունեք վստահելի
աղբյուրներ։ Նկատի ունեմ, որ տարիների ընթացքում ձեզ մոտ ստեղծվել է արդեն տպավորություն, որ օրինակ այս լրատվամիջոցը իսկապես լավ է աշխատում, ստուգում է փաստերը, կեղծիք չի տարածում, երբ որ սխալվում է, հետո ներողություն է խնդրում եւ շտկում է սխալը, հա։ Սա կարևոր է ունենալ այդտենց լրատվամիջոցների ցանկ, իրանք շատ չեն, բայց կան։ Կան մի քանի լրագրող, որոնք դուք գիտեք, որ իսկապես պրոֆեսիոնալ են, ու այդ լրագրողները սովորաբար լինում են նաև սոցիալական ցանցերում։ Այսա ձեր զենքն է, ունեցեք ցանկ այդ լրատվամիջոցների ու այդ լրագրողների ու փորձագետների նաև, երբ որ ինչ որ մի կարևոր բան է լինում, բացեք այդ ցանկը եւ մի հատ վրայով անցեք։ Եթե կարևոր բան է եղել հաստատ, այս վստահելի աղբյուրները իրենք էլ դրա մասին կխոսեն եւ դուք կկարողանաք ավելի ճշգրիտ պատկեր ստանալ։ Իսկ եթե մտնեք ու տեսնեք, որ դրանցից ոչ ոք չի գրել այս թեմայով, դա նույնպես ոնց որ կարմիր լամպ է, ձեզ հուշում է, որ երևի թե սա ինչ որ հորինած դեպք է։ Եվ արժի սпасել ու արժի միանգամից կարծիք չձևավորել։ Ու սա նույնպես կարևոր գործիքներից մեկն է, որ դուք պետք է փորձեք անմիջապես կարծիք չձևավորել առաջին իսկ կարդացած ինչ որ մի փոքրիկ տեղեկատվության հիման վրա։ Ու երկրորդը նաև կարևորը ոչ միայն կարծիք չձևավորել, այլ միանգամից զգացմունքային իրավիճակի մեջ չընկնել, այսինքն դուք տեսնում եք, որ ինչ որ դեպք է պատահել, չսկսել այսպես ընկնել դեպրեսիայի մեջ, անեծքներ տարածել կամ լացուկոց դնել կամ հակառակը միանգամից գեր ուրախանալ, որովհետև ինչ որ ձեզ համար սպասվող բաներ, որովհետև հենց մանիպուլյացիաներով զբաղվողները անում են հենց դա։ Իրանք այնպես են անում, որ դուք կորցնեք հնարավորությունը բանական ընկալման, որպեսզի դուք ընկնեք էմոցիոնալ դաշտ, իսկ զգացմունքները խաբում են։ Եվ փորձեք, դժվար է, բան չունեմ ասելու, բայց փորձեք ոնց որ ասած գլխով ընկալել, հետո նոր սրտով, ոչ թե սրտով ընկալել, դրանից հետո ձեր գլուխը անջատվում է եւ դուք կարող եք հենց դառնալ զոհ մանիպուլյացիաներին։ Ու այստեղ օրինակ շատ կարեւոր մի բան է, որ մարդը ինքն իր մեջ պետք է գտնի։ Դուք չպետք է նորությունները, տեղեկատվությունը սպառեք այն բանով, որ ձեր սպասելիքներին համապատասխանում էր, ուրեմն ճիշտ է, որ ձեր ուզածով էր, ուրեմն ճիշտ է, ձեր ուզածով չի, ուրեմն սխալ է, հա։ Հենց դա է շատ հաճախ խաբում, այսինքն մարդ ուզում է, որ տենց լինի, ու այդ տիպի տեղեկատվությունը ինքը համարում է ճիշտ։ Ինքը չի ուզում, որ տենց լինի, ու իրականությունը չի ընկալում, չի ուզում հավատալ, ու չի տեսնում այդ տիպի տեղեկատվությունը։ Հենց որ փորձեք այսպես շատ տրամաբանորեն մոտենալ տեղեկատվության սպառմանը, հակառակ դեպքում դուք կխորտակվեք ձեր էմոցիաների մեջ։ Եվ ելի եմ ասում, որպես փարոս օգտագործեք այն մի քանի ստուգված աղբյուրները, որոնց դուք վստահում եք։ Եվ ամենակարևորը վերջինը, մինչև այս բոլոր քայլերով չանցնեք, մի տարածեք տեղեկատվությունը։ Այսինքն այն տեղեկատվությունը, որը դուք վերջնական չեք ստուգել ու կարևոր է, մի դարձրեք ուրիշների տարածելու նյութ, որովհետև հակառակ դեպքում դուք դառնում եք ապա տեղեկատվության շղթայի մի մաս ինքներդ դա չհասկանալով, այնպես որ այս կանոնին շատ կարևոր է հետևել, որ թող տեղեկատվության ոնց որ հոսքը ձեր վրա կանգնի, դուք դառնաք պատնեշ, չտարածեք, մինչև հաստատ չստուգեք։ Այսօր այսքանը ու կշարունակենք։